6-րդ տարին 6 անգամ մենք հավաքվել ենք, որպեսզի վայելենք Կուրկուտի հրաշալի փառատոնը։ Կապանը կրկին վերածվել է համերի և ավանդույթների կենտրոնի։ Այստեղ եփվող յուրաքանչյուր կաթսա մի պատմություն ունի, մի հիշողություն պապերից փոխանցված։ Այս տարվա Կուրկուտի փառատոնը ոչ միայն համի, այլև ինքնության տոն է, որտեղ գոլորշու հետ տարածվում է հայկական մշակույթի բույրը։ Երաժշտությունը, համեղ ուտեստները, ժպիտները և բարեգործությունը այս տարվա Կուրկուտի փառատոնը դարձրել են Կապանի ամենասպասված համեղ իրադարձությունը։ Կարակա մաքուր տավարի միսա, մեկ էլ ծորեն ամեն, կորկոտ ենք ասում ծորենին։ 12 ժամ էփվում է թոնրում, թոնրի լավ վառում ենք, ինքը կրակը վառում է նստում, որ դնում ենք մեջը, բանը պատերն է էփվում։ 6-րդ անգամ է կազմակերպվում Կուրկուտի փառատոն, նպատակը ավելի ճանաչելի դարձնել ավանդական ուտեստը։ Կուրկուտը լինելով մեր ավանդական կերակրատեսակը, անկեղծ ասած չուներ այդ ճանաչելիությունը եւ 2019 թվականին մեր նախաձեռնությամբ Կուրկուտը էլ ավելի ճանաչելի դարձնելու համար նախաձեռնեցինք փառատոն եւ առաջին իսկ տարին տեսնելով որ բավականին լավ կայանում է փառատոնը, որոշեցինք, որ այն դարձնենք ավանդական։ Տարբերվում է այս տարվա Կուրկուտի փառատոնը իր բարեգործական նպատակով։ Հասույթը պետք է գնա կապանցի երեխաներին, քույր եղբայր, ովքեր չունեն բնակարան, հանրակացարանում են ապրում եւ նաեւ չունեն հարազատներ, ազգականներ, այսինքն իրենք չեն կարողանալու այդ հարցը լուծել եւ այո, մենք պատրաստվում ենք նրանց համար գնել բնակարան։ Երեխաների երազանքը իրականացնում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Օրեր առաջ հրավիրեցի երեխաներին եւ հարցրեցի, թե ինչի մասին են իրենք երազում եւ նրանք պատասխանեցին միանշանակ, որ տուն են ուզում։ Երազում են տան մասին եւ մենք այդ օրը որոշեցինք, որ պետք է փորձենք այդ երեխաների երազանքը իրականություն դարձնել։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը եւս տպավորված է փառատոնով։ Եթե ավելի շուտ իմանայի, այսօրն է լինելու Կուրկուտի փառատոնը, Պարսկաստանից պարսկահայերին կհրավիրեի, որպեսզի գան, մասնակցեն եւ կուրկուտ պատրաստեն։ Խորհուրդ եմ տալիս նման փառատոններ ավելի հաճախ կազմակերպել եւ մասնակցել։ Սա ավելի է ամրացնում ընտանիքների հարաբերությունները։ Փառատոնը անց է կացվում համախմբելով ինչպես հայերին, այնպես էլ արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներին։ Ես կարծում եմ հատկապես պատերազմից հետո անչափ կարևոր է հենց սահմանամերձ բնակավայրերում նման փառատոների անցկացումը, դա եւ տեղի բնակչության համար է շատ կարևոր եւ նաեւ այն մարդկանց համար, ովքեր այսօր պլանավորել են գալ, Կապանում իրենց օրն անցկացնել, туриզմի տեսանկյունից անչափ կարևոր իրադարձություն է եւ համայնքապետի նաեւ ակտիվ ջանքերով այս փառատոնը, կոնկրետ Կուրկուտի փառատոնը բավականին մեծ պոպուլյարություն է ձեռք բերել։ Փառատոնը լրացուցիչ կոլորիտ է փոխանցում Կապանին, Կուրկուտն առաջին անգամ փորձողները եւս տպավորված էին։ Ես առաջին անգամ եմ իսկապես մասնակցում Կուրկուտի փառատոնին, շատ լսել եմ, նկարներով տեսել եմ, դրա համար էլ որոշել եմ, որ այս տարի անպայման ուզում եմ մասնակցել ու այն ինչ որ հիմա տեսնում եմ, այս մթնոլորտը, այս կոլորիտը շատ կանչող է։ Նորաշենիկում անցկացվող փառատոնի գլխավոր զարդը յուրովի եւ տարբերվող տաղավարներն էին։ Մենք ներկայացնում ենք Սյունիք համայնքի բարիքները, Սյունիք համայնքը առանձնանում է իր ժնգյալով հացի տարատեսակ կանաչիների մշակմամբ եւ աճեցմամբ, նաեւ ժնգյալով հաց է ներկայացել մեր տաղավարը, հայկական ավանդական մթերքներ, գաթա, մածուն, տարատեսակ հյութեր։ Մենք սա հատուկ Տաղավարները տարբերվում էին Սյունյաց աշխարհի համերով։ Այս տարի մեր տաղավարում մենք ներկայացնում ենք ամեն ինչ կապված թեյի հետ։ Ինչու թեյի, որովհետև Կուրկուտ ուտելուց հետո ընդունված է թեյ խմել։ Եթե ուշադրություն դարձրեցիք մեր տաղավարի վերնագիրը համտեսեք Կուրկուտ, ըմպեք թեյ։ Փառատոնի ընթացքում 20 վարպետները ներկայացրեցին իրենց պատրաստած Կուրկուտը, իսկ ժյուրիի անդամները ընտրեցին ամենահամեղն ու ախորժելին։ Ի վերջո տարվա լավագույն Կուրկուտ տիտղոսին արժանացավ Ծավ գյուղից Կարլեն Մարտիրոսյանը։ Զուգական վարպետը ստանում է իր մրցանակը։ Այս տարվա փառատոնը դարձավ համի, մշակույթի եւ մարդասիրության միավորում։ Այստեղ պատրաստված յուրաքանչյուր կաթսա ոչ միայն հին բաղադրած
նորատոմս ուներ այլև նոր նպատակ՝ օգնել այն երեխաներին, ովքեր դեռ սպասում են իրենց տան բանալուն։ Ալիսա Աղասյան, Մերուժան Հայրապետյան, Երկիրն այսօր։